Պարոն Կարապետյան, ինչ ուղերձով եք մեկնարկում ձեր քարոզարշավը։ Եթե մեր նկարանողները ավարտեն ու սկսեմ։ Ավարտել են, շատ լավ։ 8 տարի առաջ այսօրը այս շենքում Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեց այսօրվա վարչապետը։ Ժողովրդի գրեթե միաձայն աջակցությամբ դարձավ վարչապետ այն հույսով, որ բարեկեցություն է բերելու եւ խաղաղություն Հայաստանին եւ Արցախին։ 8 տարվա ընթացքում նա խոստացել էր մեզ, որ երկիրը ունենալու է արդար համակարգ, որ երկիրը լինելու է բարեկեցիկ, մարդիկ սկսելու են լավ ապրել եւ անվտանգ։ Ինչպես նաեւ խոստացել էր բոլոր գյուղացիներին, որ իրենց գյուղերում իրենք հնարավորություն կունենան լավ ապրեն եւ չլքեն գյուղերը։ Բազմաթիվ հարյուրավոր են նրանց խոստումները։ Անցել է 8 տարի։ Մենք նույն փողոցում ենք կանգնած, գրեթե բան չի փոխվել, միայն մեր երկիրն է փոքրացել։ Ահա դուք չեք տեսնում, ամեն ինչ փոխվել է։ Այո։ Խաղաղություն է արդեն եւ Երեք զարգանում է։ խաղաղություն խոսք տալով բերեց 3 պատերազմ։ Բարեկեցություն խոսք տալով բոլորի վրա վերցրեց $10,000 ամեն ընտանիքի վրա վարկ։ Հարկերը փոքր բիզնեսի համար բազմապատկեց 2-ով եւ այդ նույն ժամանակ խոսք տալով, որ աղքատությունը, ծայրահեղ աղքատությունը պետք է հաղթահարվի երկրում, աղքատությունը, ծայրահեղ աղքատությունը չհաղթահարվեց, անգամ աղքատությունը 2%-ից ավել էլ չիջավ մեր երկրում, բայց իրենց այս ընթացքում միլիարդավոր պարգևաճարներ բաժանեցին, իրենց ամբողջ շրջապատին գործի տեղավորեցին, ՔՊԱ-կանները բոլորը պաշտոններ ստացան։ 8 տարվա ընթացքում հեղափոխությունից հետո, մարդկանց հույսերից հետո շահել է մի խմբակ։ Իսկ հայ ժողովուրդը ինչին հասել է իր աշխատանքով։ Ով մի քիչ բարեկեցության է անգամ հասել է իր աշխատանքով։ Պետությունը դրա մեջ մասնակցություն որևէ կերպ մեծ իմաստությամբ չի ունեցել։ Աղքատությանը որևէ հաղթանակ աղքատության մեջ մենք չենք տեսել։ Պարոն Կարապետյան, 3 քաղաքացիների։ Հենց 3 ես Սպիտակի շրջանում էի եւ այնտեղից ձեզ խնդրում եմ, որ այցելեք Սպիտակի շրջանի գյուղեր եւ մի հատ տեսնեք, թե ինչպես են իրենք ապրում։ Ու ասեցին, երբ ձեզ ասեն, որ աղքատությունը հաղթահարված է, թող գան մեր գյուղեր հաղթարման շեմին է, պատկերացրեք ամեն 5-րդ հայաստանցի աղքատության մեջ ապրում օֆիցիալ տվյալներով։ Այսինքն մոտապես 600,000 հայաստանցի աղքատ է, հացի խնդրով է ապրում։ Հիմա ուժեղ քաղաքացին ինչպես իր գրպանի վրա, ինչպես կզգա Ռուսաստանի հետ կապված երեկվա հատկապես զարգացումները, դեսպանին ԱԳՆ կանչել եւ այլն, ԵՄ գագաթնաժողովի Զելենսկու հրավերի ֆոնին։ Տեսեք, մեր երկիրը ունի առևտրային գործընկերներ, շատ քիչ առևտրային գործընկերներ։ Այդ առևտրային գործընկերների հետ հարաբերությունների խաթարելը հնարավորություն չի տալու մարդկանց գնալ արտագնա աշխատանքի։ Հնարավորություն չի տալու այն շրջաններում, որտեղ պետությունը չի կարողացել աշխատատեղ ստեղծել, անգամ այդտեղ մարդկանց ոնե առաջ հնարավորություն է տրվում գնային արտագնա աշխատանքի։ Դա ռիսկի տակ են դնում։ Հայաստանը միլիարդավոր դոլարներ է արտահանում։ Բերքը մեր ամբողջ գյուղատնտեսական արտահանվում է։ Ռիսկի տակ ենք դնում։ Մի ուղղակի մի քանի նկարի համար։ Այսպես չեն վերաբերվում սեփական ժողովրդին։ Շոուն լավ բան է, եւ դա վատ արժեք չունի։ Կարապետյան, Հայաստանի բարեկամ պետության Ֆրանսիայի նախագահի հասցրեց ասոց տնել արտահայտությունը, մեկ ուրիշի բարակայում թոփոր կտամ, պետք է դա այս բառապաշարը հավաքում գալ իշխանության։ Եկեք բառապաշարների մրցույթը եթե հայտարարենք, մենք մի տեղ կա, որ մենք իրապես զիջում ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Դա բառապաշարների օգտագործման հաճախականության եւ տերմինոլոգիայի մեջ։ Այն բառապաշարային, այն բառամթերքը, որ իրենք են մտցրել Հայաստանը, այլ երբեք Հայաստանում չի եղել։ Ամեն օր նոր վիրավորանք, ամեն օր մի նոր սանդղակ են խփում բարձրանում։ Ու դրա հիմնադիրը հենց այսօրվա վարչապետն է, ու մեր ժողովրդի դեռ մի ամիս հատվածը շարունակում է հավատալ։
Այդ մարդը այսինքն դուք ճիշտ եք համարում Հայաստանի վարչապետի կողմից, ես եմ ձեզ եմ հարցել, ճիշտ եք համարում մարդկանց ձեր ներկայությամբ անգամ չեմ կարող ասել ինչ բառապաշար օգտագործել, մարդկանց հասցեին։ Երբ որ մեր երկրի ղեկավարը մեր սրբազան հայրերի հասցեին վերջի բառներ օգտագործում, դուք իրան հարցրել եք։ Պարոն Կարապետյան, Դուք երեք Նիկոլ Փաշինյանը ձեր լրատվամիջոցը հարցրել եք։ Պարոն Կարապետյան, երեք Նիկոլ Փաշինյանը ասուլիսից հետո հայտարարեց, որ դատական հայց է ներկայացնելու Սամվել Կարապետյանի դեմ այդ սնկերի վերաբերյալ այդ Ինչն է հարցը, ասում եք չի կերել, թե որն է խնդիրը։ Գիտեմ, դուք պետք է իմանաք այդ խոսույթը ձեր եւ Նիկոլ Փաշինյանի։ Ինչից, որ սունկ է կերել, թե որ չի կերել այդ սունկը։ Ասում է դատական հայց է ներկայացնելու, բայց մնացածը չեմ ուզում գտնել։ Այսինքն սունկ չի կերել։ Պետք է ուսումնասիրենք, կերել է թե չէ, դատարանը թող ուսումնասիրի։ Կարծեմ, ինձ թվում է ցանկալի կլինի բաց դատ լինի, որ դատարանը ուսումնասիրի, սունկ կերել է թե չէ, 1 տոննա թե ինչքան է կերել եւ որ պահերին է կերած եղել սունկ։ Օրինակ Facebook որ մտնում ես, մտածում ես, մոտապես գուշակում ես, կարող է հուսով եմ դա սունկն է, այսպես ասեմ։ Այսպես է մեկնարկել այս խոսույթը, բավարարը ո՞ց է։ Տեսեք, այս ամեն ինչը մեր ժողովրդի համար առաջնային կարևորությունը ուրիշ բան է։ Կարապետյանի խոսույթի մեջ առաջնային բանը, որ երկրին պետք է մարդիկ պետք է իրենց տանը, իրենց գրպանի վրա, իրենց երեխաների կյանքի որակի վրա տարբերությունը զգան։ Սա պետք է մենք բերենք։ Հայաստանը ինչ է առաջարկում։ Առաջարկում է երկրի հիմնական գործը պետք է լինի առաջին իսկ օրվանից 3-4 ամսվա ընթացքում մենք մի քանի ծրագիր ենք անում։ Ծայրահեղ աղքատության ծրագիրն է 150,000 դրամ յուրաքանչյուր 5 հոգանոց ընտանիքին, ով ծայրահեղ աղքատ է։ Այդ գումարը տալու են հայ աշխարհի հարուստ հայ գործարարները 70%-ը եւ 30%-ը միայն մասնակցելու է պետությունը։ Ասեմ իմիջայլոց, ոչ ոք Հայաստանում չի կարող այդպիսի ծրագիր անի, որովհետև ոչ մի գործարար այսօր պետության կոչով, ոչ մի համաշխարհային հայկական կապիտալի տեր, ոչ թե այն գործարարները, ով ստիպված են ձեռք սեղմում անել, հայկական սպյուրքի ոչ մի մեծ գործարար այս իշխանության կոչով չի անի այդպես բան։ Բայց ինչպես պիտի անեն։ Դուք գիտեք, գրեթե բոլոր հայ մեծ գործարարները մեր ընկերներն են, գրեթե բոլոր սպյուրքի մեծ գործարարները մեր ընկերներն են, դուք էլ բազմաթիվ անգամ տեսել եք, գիտեք, կարող եք ուսումնասիրել։ Պարոն Կարապետյան, սոցիալական ծրագրերից անդին նաև տնտեսական եւ անվտանգային հարցերն են, տեսանք տնտեսական անվտանգային տարածաշրջանային խնդիրներն են, դիվերսիֆիկացիայի մասին են խոսում այսօր իշխանությունները եւ անվտանգային եւ տնտեսական հնարավորությունները դուք ինչպես եք տեսնում, որովհետեւ ձեզ սովորաբար ասոցիացնում են Ռուսաստանի Դաշնության հետ, բայց տեսել ենք, որ վերջին տարիներին ավելի կորելացիան մեծացել է տնտեսական հենց այս իշխանությունների ժամանակ։ Այս դրան ինչ եք հակադրում դուք։ Մի բան, անվտանգային տեսեք մեր երկրի անվտանգությունը խարխլված է։ Ինչ պետք է անենք այդ պահին, ամենաճիշտ բանը ինչն է։ Գտնենք միակ գործընկերոջի ում հետ առևտուր ենք անում ու հարաբերությունները վատացնենք։ Եթե երեք Սամվել Կարապետյանը շատ կարևոր ուղերձներ է ասել, ամենակարևոր ուղերձներից մեկը, եթե Ֆրանսիան պատրաստ է մեր հետ կնքել ռազմական համագործակցության պայմանագիր, կնքենք, սիրելի հայրենակիցներ, ռեկլամային մի նայեք, բնույթը ինչ են ստորագրել երեք, եթե Ֆրանսիան պատրաստ է, մի քանի դիվիզիոն բաստիոն է բերել, դա է ուզում ցույց տա, ժողովուրդն էլ նոր տեսակի բաստիոնը տեսնեն, մտածեն, որ բաստիոնով հնարավոր է երկրի անվտանգությունը ապահովել։ Անվտանգությունը ապահովում է համապարփակ ռազմական արդյունաբերությամբ եւ ընդհանրապես բանակի վերափոխմամբ։ Նորմալ դիվանագիտությամբ մենք ունենք մնացել է ընդամենը 2-3 գործընկեր, ում հետ դեռ առևտուր ենք անում, ում հետ կան ինչ-որ ռազմական մինիմալ փոխգործակցություններ։ Էդ էլ քանդեն։ Այ դա էլ ձիրքն է, հիմնական երկրի ղեկավարը։ Երկրի Իսկ արևմուտքի հետ Տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանրապետական կուսակցությունն է իշխանության, որի հետ արժեքային առումով, դուք գիտեք, որ արժեքային առումով քրիստոնեական արժեքների վրա հիմնված կուսակցություն է, ով իշխանության վրա է, երկրի ղեկավարը Ամերիկայի Միացյալ Նահանգների գործարար է։ Մենք տեսնում ենք կա ընդհանուր
ընդհանրություններ, կան եղել են կապեր իրար մեջ, կա Ամերիկայի Միացյալ Նահանգների այս իշխանությունների հետ մենք մեծ պոտենցիալ ենք տեսնում աշխատանքի։ Եվրոպական միության մի շարք լիդերներ, ովքեր հեսա պարտվելու են ընտրություններում, պետք է մենք հասկանանք, օրինակ, 1 տարի հետո Ֆրանսիայի ղեկավարը ով է լինելու։ Ամենայն հավանականությամբ բոլոր հարցումներով Ֆրանսիան փոխվելու է երկրի ղեկավար։ Տեսնենք ինչ դիրքավորմամբ ղեկավարը լինել, բայց Հայաստանի ղեկավարը չի կարող Ֆրանսիայի ղեկավարի հետ բարեկամ չլինել։ Բոլոր մեր առաջնորդների ժամանակ, հիշում եք ֆրանկոֆոնիան, հիշում եք մինչև այդ Ֆրանսիայի ղեկավարները եկել են մեր ազգերը բարեկամ, եղբայրական, բարեկամ ազգեր են։ Երկրի ղեկավարի ձիրքը չէ, դա ազգի ընդհանուր երկու ազգերի ձիրքն է։ Ու դա ոչ մեկ չի կարող դա ոտնատակ տալ, ոչ մեկ չի կարող այդ բարեկամությունը մենք միայն զարգացնելու ենք։ Երբ ասում են Ֆրանսիայի հետ հարաբերությունները լավացումը, հարգելի հայրենակիցներ, դուք գիտեք, ինչքան է աճել արտանումը Հայաստանից Ֆրանսիա քաղաքացիական պայմանագիր կուսակցության ժամանակ 20%-ի չէ։ Իսկ Ռուսաստանը ինչքան է աճել։ Ռուսաստան 400 անգամ ավելի շատ ապրանք ենք սկսել ուղարկել, քան Ֆրանսիա ենք ուղարկել։ Պարոն Կարապետյան, Հիմնական, այո, 8 տարի առաջ այսօրը այստեղ իշխանության է եկել մի մարդ, ով խոստացել է ամեն ինչ, բայց մեր ժողովուրդը ստացել է գրեթե, այո, շնորհակալ եմ։ մենք էլ ունենք հարց։ 8 տարի առաջ իշխանության է եկել մարդ, ով այսքան բան խոստանալուց հետո մենք այսօր տեսնում ենք, որ Մենք չենք մեղավոր։ մեր ժողովրդին համերաշխությունով անգամ լրագրողական համայնքը այս մարդկանց փոփոխության համար մենք հայ ժողովրդին բոլոր ընդդիմադիրներին կոչ ենք անում, բոլոր ընդդիմադիր հայացքով մեր հայրենակիցներին, ժողովուրդ ջան, ժյուրի մրցույթ չի, մենք պայքարում ենք, մեր հայրենիքն է, բայց մենակ մեր հայրենիքը չի, ձեր հայրենիքն էլ է, մտել ենք այս պայքարի մեջ, ինչը վերջ պայքարում ենք, մասնակցեք, աջակցեք իրար հետ, փոխենք, փոփոխություն է պետք, այս մարդկանց ճամփել է պետք, իրանք վատ խոսույթ են մտցնում, կռիվ են մտցնում մեր մեջ, կռիվ են մտցնում շրջապատում, ուր հայտնվում են ձախողում կա, միակ հաջողությունը պարտք վերցնել ծախելն է, պետք է փոխենք, պետք է այս շենքը չլինի տխրություն հիշեցնող, ստրեսներ հիշեցնող, պարտություն հիշեցնող շենք, այս շենքը պետք է լինի մարդկանց համար հույսի տեղ, մենք վերադառնալու ենք այստեղ 1.5 ամսից եւ այդ ժամանակ մենք սկսելու ենք մեր երկրի վերակառուցումը։ Պարոն Կարապետյան, ինձ է, եթե կարելի 24 ժամ ժամանակ է տվել, եթե տեսանյութի տեսել եք ձեր գրառումից հետո։ Ասում է Նարեկ Կարապետյանին 24 ժամ ժամանակ եմ տալի, ինչու է այդպեսի խոսույթով խոսում ու իմ անունը չի նշում, ասում է որ բախվում եք, գուցե ձեր հաստաբաններն են խոսում, որ իր անունը չնշեք, խնդիրներ չունենաք։ Այդ ձեր գրառման մասն է խոսքը խաղատների հետ կապված։ Տեսեք, մարդը երևի չի պատկերացնում, որ ինքը չէ, ինքն էլ մի հատ ուրիշ գործիչ էլ կա, ինչ որ ժամանակ տալու հետ կապված բաներ ունեին։ Իրենք չեն ժամանակ տվողը, իրենք իհարկե մեզանից ժամանակ խլողներն են, իրենք խլել են մեր ժողովրդից բազմաթիվ 24 ժամեր։ Իրանց ներկայությամբ, իրենք ելնում են, իրանց լավ զուգված, զարդարված ման են գալի, ժողովրդին հույս են ծախում, վերջում մարդիկ մնում են իրանց խրճիթներում, իրանք էլ ամեն տարի ավելի բարեկեցիկ են ապրում։ Իրեն պատասխանել եմ, անունն էլ նշել եմ, հետո էլ նեղացել է, որ անունն եմ նշել։ Ես չգիտեմ ինչից, ոնց ասենք։ Նշել եմ անունը։ Խլելուց խոսեցիք, հեծը խլելու մասին էլ էլի։ Մի հատ ուրիշ բան, երկրորդ պոստում նաև ներկայացրել եմ խաղատների հետ կապված, օնլայն կազինոների հետ կապված։ Մեր առաջարկն է սահմանափակել խաղադրույքների չափը, փոքր չափեր դնել, որպեսզի մարդիկ տները չկրվեն, բիզնեսները չկրվեն, իրենց ամենօրյա աշխատավարձը չկրվեն։ Դա վատ բան է։ Եթե վատ բան է, թող ասեն վատ բան է։ Ինչու է ինքը ամեն անգամ բերում այդ օրենքները փոխում ու $20 միլիարդ խաղադրույք ենք արել։ Երկրի հնան $30 միլիարդ է ժողովուրդ։ 20 միլիարդ խաղադրույք արել ժողովուրդը։ Պարոն Կարապետյան, Էսի երկրի տնտեսությունը ոնց է զարգանալու։ Երբ մեջը այդքան կորուստ ենք տալի, այդքան խաղադրույք արվում, այդ գումարները ուր է գնում։ Մեր առաջարկն է փոխենք, սահմանափակենք, չեմ ասում փակենք, հայ բիզնեսներին
թող զարգանան, դուրս ելնեն, դրսի շուկաներ, սահմանափակենք չափը, դրուկաչափերը։ Պարոն Կարապետյան, դուք ասացիք, որ սոցիալապես ծայրահեղ աղքատության մեջ գտնվողներին 150,000 դրամ գումար ամսական, այդ ձեր նախաձեռնությունն էլ էր քննադատության ենթարկվել այն համատեքստում, որ դուք փոխանակ խթանեք, որ մարդիկ աշխատեն, բացի այն ձեր 300,000 աշխատատեղ ստեղծելուց, դուք մարդկանց գումար եք տալիս եւ այդպիսով սովորեցնում, որ իրենք ամսական այսքան չափով գումար են ստանալու եւ պարզապես չեն աշխատելու։ Եկեք մի բան ասեմ, Մերի ջան, ով որ ցանկանում է, որ չանենք այդ ծրագիրը, իր ընտանիքով թող գնա 2 ամիս այդ խրճիթներում մարդկանց, այն խրճիթներում, որ մենք գյուղեր այցելությունից տեսնում ենք, թող ապրեն։ Մի հատ այդ մարդկանց կյանքով ապրեն, գան մեծ խոսան։ Մարդկանց պատկերացրեք, ասում խթանեք, մենք չենք կարող 6 ամսվա ընթացքում արդյունաբերական զարգացումը 5 տարի է տևում։ Մենք այս հարյուրավոր գործարանների կառուցումը տևելու է 5 տարվա process է, բայց մարդիկ ծայրահեղ աղքատ են այսօր։ Երբ հայ ժողովրդի մեջ կան այսքան միլիոնատերեր, միլիարդատերեր Սփյուռքում, ովքեր իրապես լավ իշխանության ժամանակ, հարգալից իրենց հանդեպ իշխանության ժամանակ ուզում են օգնեն իրենց հայրենակիցներին։ Երբ որ գան, օգնեն, բյուջեն որևէ 30% մասնակցում, այն էլ հետո հարկերով հետ կստանա, 70%-ը մեր շրջապատի գործընկերներն են անելու, ժողովրդի համար։ Դրանից լավ ծրագիր ո՞նց կարելի է քննադատել այդ ծրագիրը։ Պարոն Կարապետյան, եւ ձեր հայտարարությունը Վերին Լարսի հետ կապված զուգահեռ հարց եք տալի կուլտուրա ունեցի։ Երեխեք, Տեսեք, պատմական ունիկալ շրջան է ու պատմական ընտրություններ են նրանով, որ հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է կառուցողական process-ներին մասնակցել։ Երբ որ հնարավորություն լիներ ինքը այստեղ լիներ, դուք արայիք այդ հարցերը իրան տայիք։ Պարոն Կարապետյան, ձեր Եվ հիմնական հարցը ինչն է, արդարություն խոստված իշխանությունը իր ընդդիմադիրին կալանավորել է։ Ու կալանավորել է բոլորս գիտեն քաղաքական հոդվածով։ Ժողովուրդ ջան, մարդ կա որ կասկածում է որ քաղաքական հոդվածով է կալանավորել։ Այս մարդը վերածվում է դիկտատորի, նոր սկսում է վերածվել։ Այն բաները ինչ ինքը կանի ընտրություններում իրա քիչ հավանական հաջողության դեպքում սա դեռ մուլտն է, նենց այնպիսի բաներ է սկսելու անել, որից մեր ժողովուրդը զգալու է սովետական ամենածանր բռնաճնշումների հոտը։ Մարդը աշխատանքից հարյուրավոր մարդիկ է հանում։ Մարդը ուղիղ հայտարարում է, որ բոլոր պաշտոնյաներին ես գաղտնա լսում եմ։ Պաշտոնյան իրավունք չունի ընդդիմադիր լինի։ Որևէ պաշտոնյա պետական։ Իրանք սարքում են ոստիկանական երկիր։ Մի հատ օրինակ բերեմ, որ դուք հասկանաք։ Ամերիկայի հետ համաձայնագրի մեջ փոխգործակցության Ադրբեջանը մտցրել էր նույն կետը Ադրբեջանում, այսպես է։ Ադրբեջանը ռազմական համագործակցության ռազմական զենք գնելու իրավունք էր ստացել։ Նույն կետով Հայաստանը ոստիկանության աջակցության սարքավորում էր ստացել։ Հանրային ելույթները հիմնականում իհարկե տնից եւ տնային կալանքից է լինելու, ցավոք, դա այդպես է, բայց մենք այս վիճակում ենք, որ երկրի իշխանությունը հատել է նաև այդ սահմանը, բայց պետք է ժողովուրդ ջան, մենք դա ընթացքում բան կլինի։ Դե պատկերացրեք 3 ժամ, 3 ձեր հարցերին պատասխանել է։ Այդ մարդն էր պատասխանում, թե ուրիշ մարդ էր։ Այդ մարդն էր Պարոն պատասխանում։ Կարապետյան, եւ Վերին Լարսի հետ կապված ձեր հայտարարությունը, որ այլևս մեքենա չի կանգնելու, այսպես տարընկալումների տեղիք տվեց, ասում են ինչպես։ Մի կողմից գիտենք եղանակային պայմաններն են, մյուս կողմից Ռուսաստանն է հաճախ ստուգումները խստացնում, սանիտարական այսպես խնդիրներ հայտնաբերում, որն ի դեպ հայ գործարարների բնորոշմամբ արհեստական է։ Ինչպես է այս արգելքները վերացնելու լուծելու։ Լուծումը Վերին Լարսի ինչն է։ Ժողովուրդ ջան, Վերին Լարսով ասում է Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի բեռները։ Այս բոլոր երկրներից մենակ ԵԱՏՄ-ի անդամը Հայաստանը։ Հայկական բեռները հնարավորություն ունեն ոչ թե մաքսային ընդհանրակարգ անցնեն Լարսում, սպասեն հերթի տակ, այլ անցնեն սահմանը երկրի խորքում ավելի հարմար պայմաններում առանց հերթ անցնեն, քանի որ մենք ընդհանուր տնտեսական գոտի ենք, մաքսային գոտի ենք։ Ժամանակին մեզ առաջարկվել է, որ տերմինալ կառուցվի ավելի խորքում։
որ հայկական մեքենաները չկանգնեն։ Վստահ եղեք, եթե անելու ենք, այնպես չի որ այս իշխանությունը մի հատ վերին լարսի հարց չի լուծում, ժողովուրդ։ Մենք վերին լարս մի հատ ճամփա է, էլի։ Այդ հարցը ոնց կարա նորմալ իշխանությունը չլուծի։ Դուք նենց ենք մեզ խեղճացրել, որ մի հատ ճանապարհի մասին կարանք ժամերով խոսանք։ Դա մի հատ պայմանավորվածություն է, մի հատ աշխատանք է, մի հատ տերմինալի կառուցումը եւ վերջ։ Բայց կիսում եք այն տեսակետը, որ Ռուսաստանը հաճախ արհեստական է այդ խոչընդոտները, թե փաստաթղթային, թե սանիտարական ստեղծում։ Հետություններ կան, որ ամեն ինչ կախված է այդ երկրի հետ հարաբերություններից։ Մենք պետք է այնպես անենք, որ այդ երկիրը ցանկանա հայկական ապրանքները առնելու, ցանկանա հայ գյուղմթերքը առնելու։ Մի հատ օրինակ ձեզ բերեմ։ 8 տարվա ընթացքում վերջ իշխանության ժամանակ 40,000 հեկտար չի մշակվում։ Առաջ մշակվում էր 240,000 հեկտար էր մշակվում առաջ։ Հիմա 200,000 հեկտար է մշակվում։ 8 տարվա ընթացքում, որպեսզի հասկանաք, մի ամբողջ Մասիսի շրջան կարելի ասել, թողել են մի Երևանի տարածքից 2 անգամ շատ տարած, էլ չի մշակվում։ Ու իջնում է, խնդրեմ ունենք մենք։ Ինչն է խնդիրը։ Պետք է արտաքին աշխարհի հետ առևտուր անենք։ Վերին լարսը փոքր լուծում է, ու դա են հեշտ լուծումներից է։ Աստված տա բոլոր խնդիրները այդպեսին լինեն։ Խնդիրների մասին հեծի հետ կապված հստակեցում էլի $380,000 մասն է կարծեմ խոսքը, այդքան է առաջարկվում։ Արձագանքում իրանք ինչ ուզում են, մենք պայքար ենք անում իրանք փոխելու համար, երկրում փոփոխություն բերելու համար, ինչ ուզում են իրանք ակտիվները բան մեզ այդ առումով ընդհանրապես չի հետաքրքրում։ Ժողովուրդ, մենք ժուրի չենք, պետք է իրար հետ կպնենք ու փոխենք, այս մարդկանց ճամփենք, ուրիշ ձև չկա։ Այս մարդիկ բերում են մեր երկիր, ուրիշ ազգ են բնակեցնելու։ Չեն կարողանալու մերժեն։ Չեն կարողանալու Ալիևին մերժի ինքը։ Ինչ ուզելա, ստացելա։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևողներ,